Այստեղ կարող ենք տեսնել մեր եռագույնով փորձեր, կարմիր կապույտ, իրանագույն։ Քիմիական փորձը, որի ընթացքում թթվածինը դուրս է մղվում կոլբայից, Էռնեկյան դպրոցի քեմոֆիլներն են կատարում։ Աշակերտներն իրենք են իրենց այդպես կոչում քիմիայի նկատմամբ չափազանց մեծ սիրո պատճառով։ Բնագիտության մեջ ֆիլ նշանակում է սեր, իսկ քիմիա սիրող, մենք մեզ ներկայացնում ենք որպես քիմիա, իսկ մեր հարաբերական ատոմային զանգվածը, որ մենք ընտրել ենք, եթե թարգմանենք օրերեն լեզվով, կնշանակի սեր, եւ մենք մեզ համարում ենք 119-րդ անդամը Մենդելեևի աղյուսակի։ Իրենց Մենդելեևի աղյուսակի 119-րդ անդամը հռչակած էռնեկյանցիները մի քանի փորձեր պատրաստել են արտասահմանցի հյուրերի համար, որոնք ժամանել են Լեհաստանի Կոպեռնիկոս գիտական կենտրոնից հատուկ պատանի հետազոտողների ակումբի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Լեհ գիտնականը բնագիտության նկատմամբ հայ դպրոցականների հետաքրքրություններին ծանոթացել էր, երբ մեր երեխաները գիտաուսումնական ծրագրով Լեհաստանում էին։ Գովելի է, որ երեխաները նման հետաքրքրություններ ունեն։ Ես նրանց նկատել եմ դեռ Լեհաստանում, երբ մասնակցում էին գիտական պիկնիկին, ինչպես այլ երկրների պատանիները հայերը նույնպես տարբեր քիմիական փորձեր էին անում, որոնք ոչ միայն հետաքրքիր էին, այլև գունագեղ եւ ուշադրություն գրավող։ 12-րդ դասանի աշակերտուհի Լիանա Խաչատրյանն օրերս է վերադարձել Լեհաստանից։ Գիտական պիկնիկին կատարած փորձը, որը աստղազարդ գիշեր է կոչել, այնքան էր հետաքրքրել ներկաներին, որ աղջիկը նյութերը թողել էր նրանց ինքնուրույն փորձելու համար։ Այս լուծույթը նաև ոստիկաններն են օգտագործում մաքրածարյան հետքերը գտնելու համար։ Աստղազարդ գիշեր էինք ստանում արկղի մեջ։ Լրիվ մութ պայմաններ էին պետք, այդ պատճառով արկղ էի պատրաստել եւ հետս տարել էի այնտեղ, որպեսզի բոլորին հասանելի լիներ փորձը տեսնել։ Էռնեկյան դպրոցի պատանի քիմիկոսները ոլորտի գիտական շրջանակներ ընդգրկվել են Ջինիշան հիշատակի հիմնադրամի ընտրությամբ։ Արդեն 4-րդ տարին է մասնակցում են Կոպեռնիկոս գիտական կենտրոնի հավաքներին, նոր կապեր ու ծանոթություններ են ձեռք բերում։ Հասակակիցները կարողանում են իրենց փորձով փոխանակումներ անել, կարողանում են ծանոթանալ տարբեր կրթական ծրագրերին, նաև հետագայում կարող են նաև կրթությունը շարունակեն արտերկրում, իրենց երեխաները գան կրթությունը շարունակեն մեր բուհերում, նպատակը նաև կրթության զարգացումն է։ Քիմիայի ուսուցչուհին հաճելիորեն զարմացել է բնագիտական առարկաների նկատմամբ երեխաների աճող հետաքրքրությունից։ Ասում է դա ոչ թե արտասահման մեկնելու գայթակղությունից է, այլև տեսական գիտելիքները փորձով ամրապնդելու դպրոցի տված հնարավորությունից։ Գնալով ավելի են շատանում երեխեքը, որ արդյունքը տեսնում են, ավելի են ոգևորվում։ Հետո դասերի ընթացքում էլ որ փորձեր են կանում, այդ փորձերը տեսնելով ավելի ոնց որ իրենց մոտ հետաքրքրությունը մեծանում է։ Լեհաստան գնալը դա արդեն վերջի փուլն է, որ իրենք կարող են գնալիս միջև դա պետք է աշխատանք ունենան։ 7-ից 8-րդ դասարանցիները եւս շտապում են պատանի հետազոտողների ակումբի անդամ դառնալ։ Առիթն օգտագործեցին Լեհ քիմիկոսների հետ զրույց քննարկումներին մասնակցելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։